Գնում ենք Արշավի Տափի բերդ։ Ողջույն, այսօր ես նորից դուրս եմ եկել Քայլարշավի։ Գնում ենք Տափի բերդ։ Հետևեք ինձ և ես կմանրամասնեմ, թե որտեղ է այն գտնվում և ինչ հետաքրքիր պատմություններ կան այստեղ։ Տափի բերդը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կիլոմետր հյուսիս-արևմուտք Խոսրով գետի աջ ափին։ Այս ցուցանակը ցույց է տալիս, որ մենք արդեն մոտ ենք։ Այս օձը ճանապարհին ընկած էր։ Մեր բախտից սատկած։ Ճանապարհը շատ գեղեցիկ է։ Ասեմ, դուք պատրաստ եղեք շատ գեղեցիկ տեսարանների, բայց պետք է քայլեք։ Դրա համար պետք է արթնանալ վաղ առավոտյան, որ կարողանալ հեշտությամբ անցնել ճանապարհը։ Եվ ահա Տափի բերդն է երևում։ Շատ գեղեցիկ պարիսպները։ Այն 3 կողմից շրջապատված է կոթուցի լեռներով և զարմանալիորեն ներդաշնակ է շրջակա բնությանը։ Այստեղ կարելի է ժամերով նստել ու վայելել այս տեսարանները։ Ինչն էլ ես արեցի, չնայած այդ ժամանակը չունեի։ Ամրոցի ծագումը կապում են 10-րդ դարի հայտնի հայ իշխան և զորավար Գևորգ Մարզպետունու հետ և ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է հենց 10-րդ դարում։ Այն հաճախ անվանում են նաև Գևորգ Մարզպետունու ամրոց։ Վայելեք այս գեղեցկությունը, բայց ավելի լավ է սեփական աչքերով տեսեք։ Պարսպի երկայնքով կառուցված են տարբեր նշանակության շինություններ, որոնք ամրոցի կայազորի համար ծառայել են որպես զորանոց, պահեստ, ախոռ և այլն։ Պարիսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին ամրոցի անունով, որտեղ էլ հենց նշվում է Տափ տեղանունը։ Այստեղից էլ ծագել է ամրոցի անունը։ Հրաշալի վայրում է տեղակայված Տափի բերդը։ Անպայման այցելեք և ծանոթացեք մեր պատմությանը և վայելեք այս գեղեցկությունը։ Շարունակեք ինձ հետևել, իմ էջում արշավների մասին է, հիմնականում հեծանիվով, բայց նաև քայլարշավներ։ Ուրախ էի ձեզ հետ ծանոթանալ։ Մնացեք իմ էջում, շատ հետաքրքիր է։ Վերադարձի ճանապարհին էլ այս առագիլներին տեսանք և հիացանք։